Պատկերություն էր, մենք որ կերտություն ստացանք, աթեիստ էինք, ուզեինք չուզեինք, դեր աթեիստ էինք, գարոն և այլն։ Հետո տեսնում ես, որ մեր ժողովրդին եթե այդ քրիստոնեություն միջից հանում է, մշակույթն է չանում, մշակույթը չէ իրական ոչ դեմագոգիա եմ անում, չտառանք հավատացել, բայց ես տարիներին պետք է չի որ դարմանք, բայց այս տարիներին իմ մեջ ավելի շատ բան է հարգանքը տևի մեր անցյալի ժառանգությունը, որտեղ արդեն չես էր, ամեն ինչ նսեմացվում էր, հիմա դիտավորյալ էր, ոչ էր, դիտավորյալ էր։ Ես 3 տարի ինչի եմ ասում, Երուսաղեմում մենք կենտրոն ունենք, ուսումնական կենտրոն ունենք, իսկական լավ կենտրոն է, եթե օգտագործում է, եթե չէ, 3 տարի բախտ եմ ունեցել այդ միջավայրում աշխատելու, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, հոգեբանություն էի դասավանդում, 3 տարի կալենդարն է։ Եվ երբ որ այդ ժառանգությունը տեսա, ես առաջի օրերը մի շաբաթ մենակ ես չէ, որ գնացել ենք, հրավիրված էին, մի քանի հոգի էինք որ այստեղից, խմբով հրավիրեցին գնացինք։ Ես շշմել էի, հետո մենք ով ենք, ինչ ենք, ես ժառանգությունը եւ այլն։ Բայց մինչև ես քանի բաներ քաղաքակրթություն մշակույթով գրել էի, բայց այդ դրա թափը միջավայր ուրիշ է, շատ հետաքրքիր բան է, եւ փոքր մի ժողովուրդ որ ասում է, դրա համար ես այդ բառը չեմ ուտում, չեմ փոքր ժողովուրդ։ Մի ահռելի ժառանգության դեմ ուղիղ մենք ենք, Քրիստոսի տաճարը որ կա, այդ եթե չեք եղել, գնացեք էլի, բանով տանում են, երբ անգամ զատվիտոներին են տանում, մեկ էլ աշունը, զատվիտոները շատ հետաքրքիր են, լույսը եւ այլն աշխարհը թափում է։ Տիրոջ գերեզմանի վրա բան կա, 12 հատ կանթեր կա, լույս, միշտ այդ որ լույս անում են, միշտ վառում է, դե դարերով վառում է։ Դրանց 4-ը մեր եկեղեցուն է, ինչ միացնեն է, մեր 4-ը հռոմի կաթոլիկներին են, 4-ը բյուզանդակ բանն է, հունական, այս ուրիշը չկա, վերջ։ Այդ տեսնում ես, դա քրիստոսներ մի վանին կպնես, համաշխարհային պատերազմ կառաջա, շատ ուրիշ բան է, այդ բոլորը մերն է, ուզում եմ ասել, այդտեղից այդ հավատին չի, եթե չկա հույս հավատ և սեր, չկա այլ քրիստոնեություն։ Այսօր զրուցել ենք քաղաքական իրադարձություններից և հետաքրքրական զարգացումներից և մեզ հյուրընկալել է քաղաքական և իրավունքի պատմության ամբիոնովիչ Լևոն Շինյանը։ Շնորհակալություն ու պարոն Շինյան, ասենք քաղաքական ներկայիս իրադարձություններից։ Ես ուզում եմ անկեղծ, ես միշտ էլ անկեղծ եմ եղել, որտեղ շահ չունեմ առանձին, բացի քաղաքագիտությունը և երկրի բանը, բան չունեմ։ Երկու բան եմ ուզում ասել, այդ ինչի ասեցի հավատը հույսը, հիմա այն կանխատեսողները, որոնք ասում են, որ նախագահ միանշանակ անցած է, հարց չկա։ Հիմա էլ ասում են միանշանակ ես հանգելու է։ Ես ուզում եմ ասել, ես քաղաքագիտական եզրակացություն եմ անում, եթե այնտեղ ճիշտ չեն եղել, բացարձակ մեծամասնությամբ, այստեղ ինչու՞ ճիշտ լինեն։ Ինչն է, նույն մարդիկ են, տոկոս բան հանում էին, հետո կարծում այդ սաղ տոկոս և այլ։ Ուզում եմ ասել, ես մերժում եմ, դա ես երբ որ Ռաֆի Հովհաննիսյանը Քարոզ Արշավի մեջ կանխորոշվածության հարցը մտցրեց, ես որը մի քիչ գրքերով գիտեմ, դա դասական հայկական կրթություն ստացած մարդ են տանիքի իմաստով, էլի Հայաստանի պատմություն և այլն։ Իմ պատկեր առաջացավ ես մարդիկ նաև դասական հայկական դաստիարակություն ունեն, որ ասում են մենակ Աստված է կանխորոշում։ Հիմա ինչի եմ դրա համար ասում, մենք եթե կանխորոշվածության տեսակետով ուրեմն հարցը փակվել է բրծել, բայց ես կարծում եմ այդպես չի։ Ես հետևյալի մեջ եմ գնահատում հարցը, որ սա պատմական շանս է, իրականում շանս է Հայաստանը դեպի քաղաքակիրթ աշխարհ, դեպի զարգացում և արդիականացում տեղափոխելու իմաստով։ Հիմա կռեալիզացվի թե չէ, բացառապես կախված է Հայաստանի քաղաքական էլիտայից, ես դա ուզում եմ հատուկ ասենք, էլիտա մեջը նկատի ունեմ վերնախավաքաղաքական մասը, ես նկատի ունեմ գեներալիտետը, անպայման զինվորականությունը, որտեղ նա պիտի շատ շարքագրված լինի լավ երկիր ունենալու, զարգացած, և մտավորականության այն մասը, որը այս 20-21 տարի իր հայրենիքի ժողովրդի հետ է, որը չի շահել չագերտները նյութականը,
որտեղ դա էլ գիտենք ինչ է եղել, չէ, այսինքն մարդիկ ովքեր ուրիշ կա, որ գիտեն, կապ չունեն, եղել են ձեզ հետ միասին են բարեկադի վրա, որը Հայաստանից դեպի ապագան է բանում։ Ես այդ պատմական շանսը գնահատում եմ, ասեմ ինչի։ Ես քարոզանշավը, եթե նկատում եք իմ գնահատականով, տարօրինակ է չագերտներ մանշուշտ, նախկինի նման չի։ Են մենք սովորենք Ղարաբաղ կոմիտեից մի գաշտաժի, որ ինչ-որտեղ նաև ես են գեյտայացում սովետական ավանդույթով և ինչ-որ ուժերով պայմանավորված էր, սա ես անգամ չկա, բայց կա քաղաքական պայքարից է, որը ես համարում եմ մեր ժողովրդի մշակութային ավանդույթի մեջ և շատ հարազատ իրեն, շատ հարազատ է, եթե դուք ուշադրին կարդաք ասեն Գոլմանյան և այլն չտարման դրա, բայց ինքերն էստեղ են կտեսնեք, որ մենք միշտ այդպիսի քաղաքապետական կոդ ենք ունեցել մշակութային և կարծեք վերադարձ է լինում դեպի այդ իրականություն։ Ես ամերիկական մեծության խոսակցությունները համարում եմ ստորացուցիչ, ասեմ դες այդ բառը ստորացուցիչ։ Ամերիկա մեծության հետ որ տարածում են, որ նա Ամերիկա մետ է և այլն։ Ամերիկա մետը այսօր կգնա Թուրքիայի առավելագույն մերձեցման, որտեղ ամերիկացիները դա պահանջում են։ Եթե դրան դեմ է դուրս գալիս և ասում է Թուրքիան մեզ պիտի հարգի, ինչ անել։ Սա ես ուզում եմ ասեմ նաև 30-ական թվականները խորհրդային քարոզչության տրիոմներից է։ Վարդգապետ իր հակառակորդին ամենաստոր բաներով և դա դրանցից մեկն է և դա ընդհանրապես պատիվ չբերող բան է հիմա խոսել ամերիկամետ, ռուսամետ և այլն, որտեղ մենք պետք է մի բան ունենանք, Հայաստանամետ ենք և վերջացավ։ Մնացածը մեր ազգային շահը ինչպես կթելադրի, այդպես էլ պիտի գործել։ Իսկ իրադարձությունը փոփոխական է, կարող ես թեքվել այնտեղ, կարող ես թեքվել այնտեղ Պարսկաստան և այլն, որտեղ մեր միջավայրն այդպիսին է։ Եղավ, ուրեմն ես դա մերժում եմ, համարում եմ սովետական քարոզչության ամենաստոր ուղղություններից մեկը, որը ցավոք այսօր կիրառվում է, գիտակից կամ անգիտակից, բայց ասողները ոնց որ են այնքան էլ անգիտակից մարդիկ չեն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա իմ պատկերացումով լավագույն տարբերակը որն է, որին գործը գնալու է, ես եթե նա կարողացավ, ասենք ընդդիմությունը, չէ այսօր, հիմա տվյալ պարագայում երկրորդ թվեր ստացած թեկնածուն պաշտոնական տվյալներում, եթե կարողացավ բախումներից խուսափել, բախումներից և կարողացավ էվոլյուցիոն զարգացման իմաստով աշխատանքը տանել